Սիրելիներս, տեսանյութի շարունակության մեջ նախորդ ես կավելացնեմ, որ սիրելիներս ուրեմն գլխուղեղում ու ընդհանրապես ես որպես բժշկական ձեզ խորհուրդ կտամ, սիրելիներս, որտեղ ունեմ այդ կրթությունը, սիրելիներս, եւ ուսումնասիրությունների մեջ գիտական շատ նյութեր կան, որոնք կարևոր են մեր օրգանիզմի համար եւ դրանցից են սերոտոնինը, դոֆամինը, իհարկե այդ հորմոնները, սիրելիներս, ասենց ասեմ, դրանք ադրենալինի հետ, սիրելիներս, շատ կարևոր դեր են կատարում մեր օրգանիզմում, թե մեր ուղեղի աշխատանքի, թե տրամադրության, այո, թե տրամադրության, այսինքն սիրելիներս, եթե դուք լավ քնում եք եւ քնի ժամանակ մելատոնինն է արտադրում, ինչպես ես նախորդ վիդեոյում ասում էի, նախորդ եւ սիրելիներս, մելատոնինը ամենակարևոր հորմոնն է եւ անտիօքսիդանտ է, սիրելիներս, որ կարգավորում է ամեն ինչ օրգանիզմում։ Եվ սիրելիներս, բրնձի մեջ շատ կարող գտնեք, որ չինացիները օգտագործում եւ երկարակյաց են։ Եվ սիրելիներս, դա ոչ թե ասեմ, որ դուք մտածեք ձեր մարմնավոր երկար ապրուստի, ոչ, այլ սիրելիներս, դուք պետք է պահպանեք ձեր առողջությունը, որտեղ Աստված ձեզ ստեղծել է առողջ։ Ճիշտ է, դուք պետք է առողջ ապրեք, ինչպես Աստված ձեզ ստեղծել է։ Եթե կան բաներ, վատսորություններ, պետք է հանել դրանք, սիրելիներս, եւ մի բան էլ ասեմ, կան գործողություններ, ասենք, որ մարդիկ անում են, օրինակ սովորություններ, ծխելը, սուրճ խմելը, կան ուրիշ մարմնական, օրինակ հաճույքներ, սիրելիներս, որոնք դա վայելքների համար են, քմահաճույքի համար են, բայց սիրելիներս, ոչ, կան բաներ, որոնք պատվիրանների մեջ են մտնում, այսինքն մի շնացիրը, սիրելիներս, եթե մենք առանձնացնում ենք այդ մարմնական, սիրելիներս, կա ուրեմն սերոտոնին եւ դոֆամին ստեղծող հատկություն մարմնի եւ դա կարեւոր է, սիրելիներս, եթե դուք գիտեք ինչի մասին է խոսքը, ես չեմ ուզում մանրամասնեմ, դուք ինքներդ կարող եք դրա մասին իմանալ, լավ կացեք։